Այս խոսքը բանալին է, որ ցույց է տալի ով է ճանաչված Աստծո կողմից։ Եվ այս խոսքը գալիս է առաջի Կորինթացիս 8:3։ Ասում է ով որ Աստծուն սիրում է, ճանաչված է Աստծուց։ Զարմանալի խոսք է, չէ՞։ Ասում է եթե դու սիրում ես Աստծուն, Աստված քեզի ճանաչում է։ Հիշում եք, երբ որ Սատանան գնում է Աստծո գայի առջև եւ Հոբի մասին Աստված խոսում է, ինչ է ասում, ասում է ես ճանաչում եմ իրան։ Հոբը արդար է։ Հոբը իմ հետևից է գալի։ Իրապես մարդ չէ, այս ցույց է տալի, որ Աստված իր աչքը վրան է լինում Հոբի եւ սիրում է իրան։ Եվ ամեն մարդ, որ Աստծո հետևից է գնում, ձգտում է որ գնա, գիտեք, որոշները կան ասում են, որ impossible է, անհնարին է, որ մենք սուրբ լինենք, անհնարին է, որ մենք այն տեղը լինենք, որ Տերն է։ Բայց գիտեք, ես հավատում եմ, որ մեր Տերը անհնարինը դարձնում է հնարավոր։ Մեր Տերը իր խոսքի մեջ ասում է սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Ամեն։ Ով է հիշում այդ խոսքը։ Այո։ Եվ գիտեք, այս ամեն ինչը Տիրոջ զորությունով առաջ գնում։ Եվ Տերն ուզում է, որ մենք այդքան հավատք ունենանք, որ ասենք, որ Տեր, չնայած որ ես հիմա կարող է ես ծուռն եմ գնում, բայց ես ուզում եմ։ Ես առաջի քայլը դնում եմ, որ գամ քո հետևից եւ սիրեմ քեզ։